Ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսյանը ժամանակի հարցը հեռանալու է, նա այլընտրանք չունի եւ հատկապես երեք Արշակ Խաչատրյանի ասուլիսից հետո ես կարծում եմ, որ երկուսի Աստծուն նվիրվածության հարցն է, թե ինչքան շուտ կհեռանա, որովհետև այն ցավալիորեն պետք է նշեմ խոսքերը, որ հնչում էին ասուլիսի ընթացքում, ոչ միայն անընդունել էին եկեղեցական կոնտեքստում, այլ նաև առհասարակ մարդկային, բարոյական եւ այլն։ Եվ օրինակ Արշակ Խաչատրյանն ասում է, որ եթե իրեն կարգալույց անեն կամ հեռացնեն, նա ավելի մեծ գայթակղություն կունենա նույն բանը անեն։ Ես անկեղծ ասած, երբ որ այդ վերնագիրը տեսել եմ, չեմ հավատացել, որ այն նման միտք կարող է հնչել, գնացել եմ գտել եմ ասուլիսում հենց այդ միտքը սկսել եմ լսել, որովհետեւ դե ինչ ասեմ, անհավատալի է եւ սարսափելի տխուր։ Բայց ամեն դեպքում ասացիք, որ այլընտրանք չկա եւ ժամերի օրերի հարցը պիտի հեռանան, բայց տեսակետ կա նաեւ, որ իրենք ժամանակ են ձգում մինչեւ 2026 թվականի ընտրություններ եւ ընտրությունների արդյունքներով պայմանավորված նոր կորոշեն գնում են թե մնում են։ Ապարդյուն են այդ փորձերը, որովհետեւ Կտրիչ Ներսյանը հեռանալու է, իսկ քաղաքացիական պայմանագիրը կրկին վերընտրվելու է։